Պարոն Աղազարյան ներկայացվեց դատարանում ապացույցները, գրավոր ապացույցները, մի շարք գրություններ ուղղված տարբեր պետական մարմինների, որոնք դուք էիք արել, ինչ նպատակով։ Մի շարք գրություններ չէր, գրությունը հավանական կարծածին նույն գրությունը։ Երևի երկու հատ գրություն արել, ես չեմ սխալվում, հիշողությունը չի դավատում, կապված Մոգետ Հավերի դպրոցի, այսպես ծրոչած ապամոնտաժման, նոր դպրոցի կառուցման, ժամանակակից պահանջներին համապատասխան եւ ազատված հողատարածության մեջ, ասենք, վրա բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով ներդրողները պատրաստ էին իրենց հաշվին կառուցել դպրոցը եւ ազատված հողի վրա կառուցեին շենք, վաճառեն եւ իրենց եկամուտ հետապնդեին։ Ինչից գտա որ շատ լավ ծրագիր է եւ հետեւաբար համապատասխան գրությամբ դիմեցի Խարշի կոմիտեին, որպես եզրակացություն տա։ Խարշի կոմիտեն եզրակացություն տվեց, որ իրանք չեն առարկում, եթե մյուս պայմանները բավարարվի եւ համապատասխան մարմինները կողմեն, ապա իրանք առարկություն չունեն։ Բայց այդ ժամանակ է, որ ես արդեն զգացի, որ այդ Արամ Մկրտչյանը փաստորեն մի քիչ ճիշտ չէր վարվում եւ բաներ անում։ Դա օգտագործում էր իր համար, ասենք, մարդկանց փող շորթելու նպատակով։ Այդ ծրագիրը եւ երբ որ ես խնդրեցի, որ ես ծանոթանամ այդ ներդրողների հետ, այդտեղ առաջացավ մեր հարաբերությունների մեջ, ասենք, վատթարացան եւ գնաց բոլոր process-ները եւ ես ժամանակին փաստորեն կանգնեցի, որովհետեւ ըստ էության ինքը բաներ անում, խարդախություն էր անում։ Հիմա ինչու՞ն է մեղադրանք, ասում են, որ Արամ Մկրտչյանը ձեզ դրա համար գումար է տվել։ Հա։ Ինչի համար։ Սմից ասում են $23,000 Հիմա նախաքննության բանով պարզվեց, որ 23,000 չի, պարզվում է, որ 23,000 չի, այլ 15,000 մոտավորապես, բայց 15,000-ից 8,000 ես ասում եմ հայինքից պարզ կա տվել, իմնասացը չեն կարող հիմնավորել հեռախոսազրույցները, որ իմ ու իրա ինքը ձայնագրել է Արամ Մկրտչյանը, այնտեղ ասում է, պարոն Աղազարյան, դուք ինձ պարտքեք, իմ պարտքս տվեք, ես ասում եմ, կտամ, ես այսքանի վաղտերը կտամ, այդ բացն է խոսակցություն է այդում, մնացածը, առավել ևս, որ այդ գործի հետ կապված, ես ինքս էի դրանից մեկ տարի առաջ դիմել իրավապահ մարմիններին, բայց իրավապահ մարմինները ընդհանրեցին գտնել, որ որևէ հիմք չկա, հիմա այդ բանը, որ ես ինքս դիմել եմ, չեն ընդհանրացվել, հիմա բերել իմ դեմ գործ են ստարկել, վարչապետի հետ մեր հայտնի, այդպես կոչված բանից հետո, միջնատիպի հարաբերությունների վատթարացումից հետո, այդպես է։ Եվ ընդ որում, այդ Արամ Մկրտչյանը հարցաքննվել է հեռավար, առանց օրենքի պահպանմամբ։ Քրեական դատավարության 214-րդ օրենքը նախատեսում է այդպիսի հնարավորություն, որ հեռավար հարցաքննություն, բայց պետք է հարցաքննվողի մոտ նստած լինի իրավասու մարդ, որը հաստատի, որ սա Արամ Մկրտչյանն է, որ իր վրա ճնշում չկա, որ ինքը ազատ իր կամքն արտադրում։ Այդ բաները չի ապահովել, եւ հետո հարցաքննություն արել։ Մարդ, որի նկատմամբ դատական process էր գնում այդ պահին, մարդ, որի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել նորից նույն բնույթի, լքում է Հայաստանի Հանրապետության սահմանը, հետո ոնց։ Ի վերջո ինչ եղավ այդ դպրոցի ճակատագիրը, ինչ է եղել։ Դե բանը ընդհատվեց, ես շարունակեցի, երբ որ ես արին ասեցի, ես պետք է ծանոթանամ այդ մարդկանց հետ, ովքեր ներդրողներ են, որ հաջորդ քայլերը կատարեն, որ վստահ լինեմ, որ բանը էլի, ասենք պետք է դիմեմ կառավարություն, քաղաքապետարան, վստահ լինեմ, որ դա լուրջ է։ Ինքը ասեց, որ մի քիչ ուշացել է պարոն Աղազարյան, այն մարդիկ հրաժարվել են, որ այդ ծրագրից, ասեմ, այն մարդիկ ուրիշներն են անում, ասում իմ համար ինչ կարևորացով են անում։ Ես ոչնչացեմ ճանաչում, բայց հիմա ուզում ծանոթանամ, տեսնեմ այդ մարդիկ կան թե չկան, կարող է թե կարող չեն։ Ծանոթացրեց, պարզվեց այդ մարդիկ սովորական բիզնեսմենների, առանց լուրջ կարողությունների, այսինքն նման ծրագրի տակ մտնելու համար պետք է նաև ապահովություն ունես դրամական կամ բանկային երաշխիք ունենաս կամ գույք ունենաս, որ ունես չլի թույլտվությունը տան, դու սկսես փոսը փորես, շենքի փոսը փորես, շենքի կվարտիրաները, բնակարանները վաճառես ու փոխնես այդպես։ Այսինքն ըստ պարոն Աղազարյան, ձեզ էլ է փորձել խաբել իրանց կրճ։ Դե հա, իհարկե, բայց ես արդեն երբ որ զգացի մի բան, որ ինքը չարաշահում է իմ անունով, ես բազմաթիվ բաների էի խնդրել, պաշտոնյաների էի խնդրել, որ իրան ընդունեն տարբեր հարցերով։ Հետո նույն պաշտոնյաներին ես զանգել եմ որոշ ժամանակ հետո, ասել եմ, որ շնորհակալ եմ, որ ընդունել եք, սրանից հետո եթե ինքը հանգարց դիմի ձեզ որևէ հարցով, իմացեք, որ իմ խնդրանքը չի ինքն է, եթե ինչ-որ լուրջ բան ասում, ոնց ընդհանրացվեք, օգնեք, եթե չէ, ես որտեղ զգացի, որ այդ բանը տեղի է ունենում, ինքը շատ գեղեցիկ ձև արվում է, մանիպուլյացնում է ամեն հանգամանքը։ Ուշ զգացի մի քիչ, բայց ոչ ուշացած, դենց ասենք։ Շնորհակալ։